Ընդհանրապես նախ ասեմ, որ երևի թե պետք է հիշեցնեմ այս սահմանադրության 2015 թվականի սահմանադրության անթույլատրելիության, նրա պարտադրված լինելու, նրա պետության զավթումը սահմանադրության մակարդակով ամրագրված որպես սահմանադրություն որակումները մենք տվել են 2015 թվականին։ Այն ժամանակ բոլորին այլ իշխանություններ, այնպես որ ես չեմ մտնի եւ չեմ էլ ընդունում 4-րդ, 3-րդ եւ այլն այդ քաղաքական որակումների դաշտը, ինչ ուզում է որակում տան։ Մեզ համար շատ առաջնային կարևոր է, որպեսզի մենք ունենանք իրապես սահմանադրության առաջին հոդվածով, ամփոփող հոդվածով ամրագրված ժողովրդավարական, իրավական, ինքնիշխան եւ սոցիալական պետություն, պետությունը երաշխավորող սահմանադրություն։ Եվ սա է, այսինքն մեր խորհրդի նիստում ընդհանրապես չէր քննարկվում 4-րդ, 3-րդ եւ այլն։ Դա մի քիչ տարօրինակ կլեր, եթե նման քննարկումների մասնակցեի, ուզում եի ասել, թե որտեղ էին ընդհանրին ներկայացուցիչները, որ մենք այդ սահմանադրության փոփոխության մասին խոսում ենք, եւ ընդ որում դրա մասին խոսել ենք թե 2015-ին, թե 2016-ին, թե 17-ին, թե 18-ին, հա, այսինքն Թավշյա հեղափոխությունից հետո ամենաառաջին հարցերից մեկը օրակարգում եղել է այս սահմանադրության հայրատապ փոփոխությունը, որտեղ ինքը նորից գուցե կրկնվեմ, ամրագրում է քաղաքական կայուն մեծամասնության, այսինքն քաղաքական մեծամասնության բացարձակ իշխանությունը եւ ես այդ որակումը տվել եմ, որ ինքը բռնապետության երաշխավորող մոդելով ուրեմն այսինքն այդտեղ պարլամենտարիզմ, չգիտեմ, ժողովրդավարություն եւ այլն չի երաշխավորում այս սահմանադրությունը։ Սա նաև մի հարց է, որը այո, կարող է բնականորեն առաջանալ, այսինքն մենք նույնն ենք հասկանում այս սահմանադրության փոփոխության կամ նոր սահմանադրության կոնտեքստը։ Դեռ որ սահմանադրական բարեփոխումների խորհրդում մենք քննարկում ենք ժողովրդավարական ինստիտուտների տեսակետից։ Օրինակի համար այսօր քննարկող թեմաներից մեկը պարլամենտի ինքնալուծարումը պարլամենտի կողմից, ոչ թե արհեստական, որ վարչապետը երկու անգամ չի ընտրվում ու լուծարում արհեստական, հա, որ պարզ էր պլանավորված, ասեմ, թե թատրոնային, հա, ներկայացում, այլ որ պարլամենտը ինքը իրեն լուծարելու լիազորությամբ օժտված լինի, ոչ թե միայն մեծամասնության։ Այստեղ դիսկուսիա գնում կամ օրինակի համար պարլամենտական վերահսկողության արդյունավետության ապահովման տեսակետից դիվանագիտական ներկայացուցիչների հաստատումը պարլամենտի կողմից կամ պարլամենտի կողմից կառավարության անդամներին անվստահության հայտնելու ինստիտուտը, որի շուրջը, այսինքն սա անունը հիմա ես չգիտեմ ով ինչ է անվանում, բայց ես մասնակցում եմ ժողովրդավարության եւ իրավական պետության ամրագրման դիրքերից, երաշխիքների ձևակերպման դիրքերից։ Այնպես որ եկեք սահմանադրությունը քաղաքական քարոզչության նյութ չի։ Բայց իշխանությունը այդպես է վերաբերվում։ Այդ արդեն իշխանության գործն է, եթե ձեր գնահատականը։ Ես տեսնում եմ սահմանադրական խորհրդի նիստում կամ կազմում իշխանության 4-րդ, 3-րդ եւ այլ այդ հարցերը չքննարկում։ Հիմա թե իրանք ինչ են քննարկում, ինչ չեն անում, ես չգիտեմ։ Բայց հենց որ լինի որ անվանենք սա 4-րդ հանրապետության սահմանադրություն, իհարկե ես պետք է ասեմ, որ ես ինչ բան է։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո։ Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ Այո։ Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։
Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նոր Հոլիվուդ Գլենդել։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջակփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորաոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հիմա այդ գաղափարախոսությունը ասում են վտանգներ է պարունակում մեր երկրի համար։ 4-րդ հանրապետություն հռչակելու այդ գաղափարախոսությունը, որը Փաշինյանը փորձել է հրամցնել հանրությանը։ Եթե դուք ուշադրություն դարձրել եք երեկվա ֆորումին, ես նաև մի ուրիշ հարց եմ բարձրացրել, որին ոչ մեկը չի բանանում։ Հարցերը բարձրացնելը կարևոր է, բայց արձագանք կա։ Նաև նշեք, թե ինչ հարցեր բարձրացնել։ Չէ, որտեղ հենց այդ է, որ քննարկման բանավեճի օրակարգում կարևորագույն խնդիրները աչքաթող են անում ու գնում է բանավեճը մեկը մյուսին քարկոծելու, մեկը մյուսից լավը վատը հա այդ տարբերակ օրինակի համար մենք տվել ենք քաղաքական գնահատական առաջին հանրապետությունից հետո կամ այն պատճառները, որոնք առաջին հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ եւ ինչի հետևանքով Չէ, ասում են սովետական բոլշևիկյան կարգ բանակը եկավ ազատագրեց, բայց դա օկուպացիա է։ Մենք ունենք այդ բանը։ Եթե դու չունես այդ գնահատականը, ապա քեզ համար դա երկրորդ հանրապետությունն է։ Ես դրա մասին առաջին չեմ ասում։ Ես ոնց կարող եմ եթե մնանք համարակալման տրամաբանության մեջ, ապա ուրեմն գոնե պետք է ասես թե ոչ թե 4-րդ, այլ պետք է ասես գոնե 2-րդ կամ 3-րդ լավ, որտեղ սովետական միությունը, այսինքն Պարագայում, որը իմպերիա էր, Հայաստանի խորհրդային, չգիտեմ, Հայաստանը, դա չես կարող համարես որպես բան, երկրորդ հանրապետություն։ Դա աբսուրդ է։ Հիմա, եթե դու դա համարում ես, ապա նույնիսկ համարակալման տեսակ է, եւ հիմա տեսեք, նույնիսկ երրորդ հանրապետության այսպես կոչված, հա, աչակիցները անտեսում են այդ երկրորդ հանրապետության օկուպացված լինելու վիճակը, այսինքն երկրորդ հանրապետություն չպետք է լինի։ Երբ որ ինքնին եւ երրորդ հանրապետությունն ձևակերպման կողմնակից են, եւ չորրորդ հանրապետության ձևակերպման կողմնակիցների համար Հայաստանը 1920 թվականի նոյեմբերի վերջին դեկտեմբերի սկզբին չի դադարել, չի օկուպացվել եւ ընդունում են որ լեգիտիմ է որ ասենք որ հանձինս խորհրդային Հայաստանի երկրորդ հանրապետությունն է եղել կներեք երկուսն են սխալ են հա եւ սա է ամբողջ բանը տարօրինակը երբ որ անգամ որտեղ բովանդակայինի մասին է խոսքը ոչ թե համարակալման մեջ Համարակալում ամեն մի իշխանություն ինքը գիտեք այդ տպավորությունը որ ամեն մի իշխանություն ինքը բերում է նոր սահմանադրություն եւ դա է այդ օրինաչափությունից պետք է դուրս գալ որովհետեւ պետք է լինի
ժողովրդավարական իշխանությունների տարանջատումը եւ փողզսպումը երաշխավորող սահմանադրություն, որը կերաշխավորի դատական իշխանության անկախությունը, որը չկա, եւ սահմանադրական երաշխիքները չկան, երաշխավորի որպեսզի պարլամենտական փոքրամասնությունը անտեսված չլինի, որովհետև եթե փոքրամասնությունը ընդդիմություն չի մասնակցում պարլամենտը շարունակում է գործել, դա նշանակում է, որ պարլամենտում երաշխավորված չէ փոքրամասնության որոշիչ նշանակությունը, չէ՞։ Դա հենց տիպիկ օրինակ է, որ ասում է բացարձակ մեծամասնության բացարձակ իշխանություն։ Դա դիկտատուրա է, հասկանում եք ոնց է։ Սրա մասին չեն խոսում, ինչի՞ մա, որովհետև այս սահմանադրությունը այդ ձևով այդ երրորդ հանրապետության կոնցեպցիայի ջատագովները դրա կողմնակից են։ Իրենք ստեղծել են, հիմա տրտնջում են մեղմ ասած։ Բայց ես մի հատ հարց եմ տալիս։ Ինչի՞ չէ քաղաքական գնահատական, իրավական գնահատական տալիս խորհրդային ժամանակահատվածին, հո մենակ ստալինյան բռնաճնշումները չի։ Այդ ստալինյան բռնաճնշումները ուտի չեն եկել։ Առաջի բռնաճնշումները եղել են բոլշևիկների իշխանության զավթումից հետո։ Երբ որ եկան Հայաստանները բռնազավթեցին, երբ որ եկան ուրեմն Վրաստանները բռնազավթեցին, չէ՞, վերջին հաշվով։ Օկուպացեցին Ադրբեջանի այդ տարածքը, ժամանակ դե Ադրբեջան հանրապետություն դեռ լավ ֆորմալ առումով էր, հա, ձևակերպված երիտթուրքերի կողմից, բայց սրա հետ կապված ոչ մեկը բանավիճ չունի։ Ու սկսում են համարակալման վրա բան արել, իրար հետ բանավիճել, կներեք։ Ավելին, հիմա դրան ավելացել է պարոն Սարգսյանը, Ադրբեջանի նախագահի պահանջը, դա էլ են այս թեմային Դա եմ ասում, ով ինչ է տեսնում բովանդակության տեսակետից, սահմանադրության նշանակության առումով, ոչ միայն ընդունման տեսակետից։ Դեռ այս պահին, որ սահմանադրական բարեփոխումների խորհրդի շրջանակներում մենք այդ քաղաքական բանավեճի կոնյունկտուրայի հարցերի հետ առնչություն չունենք։ Երբ որ կառաջվենք, այն ժամանակ իհարկե կստանան նաև իրենց համապատասխան վերաբերմունքը։ Պարոն Սարգսյան, Թրամփը Ալիևին Նյու Յորքում ասում է հրաշք է գործել, շնորհակալություն է հայտնում Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու համար։ Սա նորմալ է։ Ընդհանրապես Թրամփի վերաբերմունքը Ալիևի նկատմամբ շատ քննարկվեց, այնտեղ օգոստոսի 8-ի այդ հանդիպման ընթացքում ոմանք ասացին Թրամփը հիացած է բռնապետ Ալիևով, որ նա ուժեղ տղա է Թրամփի աչքերում, որովհետև 22 տարի է ղեկավարում է, մյուսներն ասում են Թրամփը հեգնեց եւ դուք ճիշտ չեք հասկացել իմաստը։ Հիմա մենք ինչ հասկանանք այս ամենից։ Գիտեք, իզուր Թրամփը հիանում է բռնապետ Պուտինով, դրա անտեսողները հիմա հաստատ խոսում են Թրամփը հիանում է բռնապետ Ալիևով։ Տեսեք ինչ եմ ասում։ Այսինքն խնդիրը ոչ թե որ բռնապետով է հիանում Թրամփը, խնդիրը հենց Թրամփի մեջ է։ Ես մեկնաբանեմ այդ մարդուն, որը առավոտը մի պահվածք ունի, կեսօրին մեկ պահվածք, երեկոյան մեկ, գիշերը եւ այլն, հա, դա ուղղակի անիմաստ զբաղմունք է։ Թրամփը ինքը թյուրիմացություն է, եւ դա իհարկե առաջի հերթին Միացյալ Նահանգների քաղաքացիների համար է, որտեղ ինքը մարտահրավ է, հրապարակային բացումից եմ ասել, ոնց կարելի է լրջորեն մեկնաբանել մարդը, որը լուրջ չի։ Ինքը լուրջ մարդ չի։ Հետևաբար նաև նրա վկայությամբ ձեռք բերված այդ համաձայնությունները լուրջ չեն կամ երաշխիք չեն անվտանգության։ Ամբողջ խնդիրը, չէ, տեսեք, ամբողջ խնդիրներն է, որ ի տարբերություն մեր նման պետությունների եւ ի տարբերություն թեկուզ նույն Ռուսաստանի Դաշնության, որտեղ Պուտինը ամբողջ Ռուսաստանն է, ինքն է այդտեղ որոշողը, Թրամփը եւ Միացյալ Նահանգները այնուամենայնիվ տարբեր հասկացություններ են, որտեղ դա այնուամենայնիվ կայացած ժողովրդավարական պետություն է, որի ժողովրդավարական ինստիտուտները հետեւողականորեն քանդում է Թրամփը, բայց ի վերջո եկեք համաձայնվեք, որ ոչ թե համաձայնվեք, դա փաստ է, որ Միացյալ Նահանգներում արտաքին քաղաքականությունը միայն նախագահը չի որոշում, այլ սենատը։ Այսինքն իշխանության տարանջատման եւ փոխսպան սկզբունքը այնտեղ այնուամենայնիվ որոշիչ է։ Եվ այս առումով Թրամփի հետևում կա Միացյալ Նահանգների նման պետությունը, որի անունից իհարկե այս պահին հզոր
թե տնտեսական, թե անվտանգային եւ թե ռազմական պոտենցիալով այդ ռեսուրսը կա եւ Ալիևը չի կարող հաշվի չնստի։ Բայց դա կլի Թրամփը թե Բայդենը թե ով, ու կապ չունի, հասկանում եք ոնց է։ Այսինքն այստեղ գործ ունենք ոչ թե իհարկե շատ էական է այդ մարդու պահվածքի կանխատեսելիությունը իրավիճակի վրա, եւ որտեղ մենք տեսնում ենք Ուկրաինայի դեմ ագրեսիայի պարագայում ոնց էր Պուտինին պաշտում, անգամ ընդունեց հետո նա ասում է թե չէ Պուտինից հիասթափվել է, ոնց որ ընկերուհին ա որ հիասթափվել է, այդ ինչ արտահայտություն է։ Պուտինը եղել է ագրեսոր էլ կա, ուղղակի դու ես հիմա տեսել ես որ քեզ բանի տեղ չի դնում, հիմա որոշեցիր հիասթափես, հա։ Չգիտեմ, ուզում ասեմ մի դեպքում այնտեղ մեկ այլ տարբերակ է, կարող է Պուտինը իրան թույլ տա իր պոտենցիալով եւ այլն այդպես պահի, բայց Ալիևը չի կարող իրան թույլ տա այդպես պահի Միացյալ Նահանգների հետ եւ նույնիսկ կրկնում անկախանուն այդ նախագահի ինչ է։ Երբ որ հրավիրում են կամ բանն անում, իսկ այդ ռևերանսները լավ տղայական բան է լսել ենք, իր համար լավ տղային բանն է։ Կավբոյն է, հա, ամերիկյան կավբոյի տեսակետից, որը լավ բիզնես է անում, դուք չեք լսել, չէ, այդ մարդու բերանից ժողովրդավարություն մարդու իրավունք, չեք լսել, գործարք ապրեք, ինքը բիզնեսմեն է, ինքը բիզնեսի բանն է, սա մեզ համար նույնիսկ եմ կրկնում, իհարկե ռեալ պոլիտիկի տեսակետից հնարավորությունը կա եւ պետք է օգտագործել, դա абսուրդ բան կլինի, չէ, չօգտագործել կամ չկիրառել։ Եվ երևի թե այդ իր էգոին բավարարելու համար են այս մեղրիով անցնող ճանապարհը անվանել թրիփ, հա, Թրամփի անվան ճանապարհ, որ ինքը ոգևորվի, որովհետև այդ մարդը իրապես բանը նարցիսիզմով է տա։ Հիմա դե եթե այդ նարցիսիզմը օգտակար է ինչ-որ բանով, հա, պետք է անել, իհարկե, նույնիսկ եմ կրկնում, բայց ես անձամբ իհարկե չեմ վստահ չեմ, որ վաղը չմյուսօրը ինքը չհիասթափվի, օրինակ հիմա Ալիևից։ Եվ բայց կներեք Ալիևից, եթե ինքը այդպեսի արտահայտություն անի, եթե Պուտինի համար Թրամփի հիասթափվելը զրո արժեք ունի, ապա Ալիևի համար դա շատ լուրջ նշանակություն ունի։ Այնպես որ եկեք այդ նման մարդկանց հիասթափվելու հետևանքները չնույնականացնենք։ Եվ ամփոփելով պարոն Սաքուն շատ կարճ, ինչ է կարծում, ինչու չի դադարում այդ բանավեճը նախկին եւ ներկա ղեկավարների միջեւ։ Մեկը մյուսի կամ պատերազմ բերելու համար եւ միմյանց շարունակում։ Հայաստանի Հանրապետությունում հիմնական խնդիրը թե ապագայի համար եւ այլն, այդ որ ասում են իրական Հայաստան։ Իրական Հայաստանը առանց իրական պատմության գոյություն չունի։ Իրական պատմության հիմքում հարց։ Մենք ճանաչում ենք, որ Հայաստանը 1920 թվականին օկուպացվել է թե ոչ։ Սրա շուրջ չեմ բա։ Ասում են ոչ թե բանավեճը գնում է։ Տեսեք, ընդդիմություն չի ասում սահմանությունը փոխեք։ Չի ասել։ Որտեղ իր ստեղծած սահմանադրություն, չնայած ինքը նույնիսկ բռնապետական կառավարման սահմանադրությունն է։ Ինքը ասում է Նիկոլ Փաշինյանը բանը բռնապետ է, այդպես է որակում։ Բայց չի ասում, որ իր սահմանադրությունն այդ բռնապետական ենթադրենք բանի բուն հիմք կառավարման մեխանիզմը մենք ենք դա դրել։ Իհարկե իրանք հույս ունեն, որ դա մինչև 2040 թվականին իրանք ձեռքին լինելու, հա։ Հիմա, այսինքն բուն առարկան ոչ թե ժողովրդավարությունն է։ Չէ, բոլորի, իդեպ սա մի կարևոր բան ասեմ։ Իմ համար կոնկրետ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ու իրավապաշտպան, կարմիր գիծա ցանկացած անկախ կուսակցության անունից եւ այլն, եւ այն հարցը, որ Ռուսաստանի Դաշնությունը կարող է ունենալ դեր Հայաստանի Հանրապետության անվտանգության կամ չգիտեմ զարգացման կամ բան հարցում։ Ցանկացած նման գաղափարի կողմնակիցները դրանք համարում են հակապետական։ Հիմա հասկանալ չէ, այսեղ նվազագույն շեմն է էսա։ Եվ այդտեղ դիսկուսիան գնում է, չէ, գիտես ոնց է, այ որ բուֆչացրի Ռուսաստանի հետ հարաբերություն, դա համար խնդիր ունենք, նա ասում է, չէ, Ռուսաստանից մենք ավելի լավ կլինենք։ Բայց ես խնդիրը այն է, որ մի հստակ պետքա գիծ գծվի։ Ռուսաստանի Դաշնությունը որպես կայսերական կառավարման եւ կայսերական շահերի հետապնդող ինքը վտանգավոր է, ոչ միայն իր քաղաքացին, դա հարևան
պետությունների քաղաքացիների անվտանգության համար։ Սրանում դիսկուսիա ոնց որ չենք տեսնում, չէ՞, ոնց որ։ Սահմանության շուրջը դիսկուսիա չենք տեսնում, օկուպացիայի հետ կապված դիսկուսիա։ Այսինքն ձեր ասածը, այո, մնում է այնտեղ, որ ասեք մենք ավելի լավն ենք, դուք ավելի վատն եք եւ այլն։ Սա մեր Հայաստանի կենսական նշանակության հարցերի համար նշանակություն իհարկե չէ։ Այս պատկերում որոշակի քայլեր, ասենք որ ռուս սահմանապահներին հեռացնում են Զվարթնոցից, որ ժամանակ պետք է հեռացնեն հայ-իրանական եւ հայ-թուրքական սահմանից, առևտրի բալանսը, այսինքն տնտեսական կախվածությունը փոխվի, որ ամբողջությամբ չլինի ԵԱՏՄ-ի շրջանակներում։ Սրանք քայլեր են, թեկուզ վախը խորած, հա, կամ քիչ եւ այլն, որը էական տարբերություն կա։ Եվ սա չի դառնում, չեն ասում բազմազանություն ապահովի, ասում չէ Ռուսաստան, կներեք։